Կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր իրադարձությունների ընթացք ենք ստանում, շատ հետաքրքիր։ Ես կարող եմ միանշանակ պնդել, որ բարոյականության հետ այդ որոշումը ոչ մի կապ չունի, պատմական արդարության վերականգնման հետ այդ որոշումը ոչ մի կապ չունի, սա բացառապես քաղաքական որոշում է, սա բացառապես որոշում է, որի հիմքերը մենք պետք է տեսնենք և տեսնում ենք թուրք-իսրայելական հարաբերությունների ծիրում, դա էլ է միանշանակ։ Հիմա շատ հետաքրքիր է, սա պետք է բավականին երկար վերլուծություն է պահանջում և ժամանակ, որպեսզի մենք հասկանանք ինչ է տեղի ունենում Թուրքիայի և Իսրայելի միջև, ինչը ստիպում է Իսրայելին գնալ այդպիսի ռադիկալ քայլերի։ Նախ պետք է նշենք, որ սա վերջնական որոշում չէ, վերջնական որոշումը դա օրենքն է, սա անպայման պետք է նշենք, սա վերջնական որոշում չէ։ Եվ ես օրինակ չգիտեմ վերջնական որոշում լինելու է, թե ոչ, ես դրանում վստահ չեմ։ Ամեն ինչ կապված է դրանից, թե ինչ ընթացք կստանա Իսրայելի և Թուրքիայի միջև ներկա հակասությունները, ներկա լարվածության հերթական փուլը։ Այդ լարվածությունը սկիզբ է առել 2010 թվականի մայիսին, Մավի Մարմարայի դեպքերից հետո, նավի, երբ այսպես կոչված ազատության նավատորմը գնում էր դեպի Պաղեստին և տեղի ունեցավ այդ միջադեպը, դրանից հետո Իսրայել-Թուրքիա հարաբերությունները սկսեցին լարվել և այդ լարման հերթական փուլը սկսվեց անցյալ տարի հոկտեմբերի 7-ից հետո, երբ Գազայից հարձակում եղավ Իսրայելի վրա և Իսրայելը ի պատասխան սկսեց ոչնչացնել Գազան, պես տարածք։ Հիմա նոր հետաքրքիր իրադարձություններ են սկսվում արևելյան միջերկրական ծովում, արևելյան մասում, Կիպրոսի մասնակցությամբ, Ֆրանսիայի մասնակցությամբ, Հունաստանի մասնակցությամբ, Իսրայել, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս ալյանսն է ձևավորվում, որը միանշանակ ուղղված է Թուրքիայի դեմ։ Այն դեպքում, երբ Թուրքիան ունի այսօր, սա իրենց մոտ համարվում է գոյաբանական խնդիր, կղզիների խնդիրը, որոնցով հունական կղզիներով շրջապատված է բոլոր կողմերից, Թուրքիան, դա թուրքական կառավարության համար, թուրքերի համար, որպես Օսմանյան կայսրության հետնորդ, իսկ իրենց միջև հիմա համարում են օսմաններ, իրականում, դա ոչ միտեղ չի գնացել, շատ, այսպես ասած, նսեմացուցիչ է։ Հիմա Իսրայելը ներկա պահին գնում է առճակատման հարաբերություններում, այս հակամարտությունում, և այստեղ շատ մեծ կարևորություն ունի նաև այն, ինչպես է ավարտվում Իրանի շուրջ զարգացումները։ Սա էլ է, մի կոմպլեքս է, հասկանում եք, մեծ գծիկը հարաբերությունների, որ Իսրայելը այսօր գնում է այս պահին մասնակի ճանաչման ցեղասպանության փաստի։ Հիմա ես չգիտեմ, ինչպես կզարգանան այդ հարաբերությունները։ Միգուցե Էրդողանը և Նեթանյահուն կպայմանավորվեն։ Մենք չգիտենք դա։ Միգուցե սա այսպիսի քայլ էր, որը պետք է մղի Էրդողանին գնալ պայմանավորվածությունների Իսրայելի հետ այս բոլոր հարցերում։ Հարցերի մեծ կոմպլեքս է սա։ Կարող է պայմանավորվեն, կարող է չպայմանավորվեն։ Ես ուղղակի ուզում եմ նշել, որ չնայած դեռ անցյալ տարի թուրքերը հայտարարեցին, որ Իսրայելի հետ ընդհանրապես առևտուր չունեն, հիմա շատ լավ է առևտրային հարաբերությունները շարունակվում են Իսրայելի և Թուրքիայի միջև, սա էլ պետք է հաշվի առնենք։ Դրա համար այսօր կարելի է պնդել մեկ բան, սա քաղաքական որոշում է։ Սա որոշում է, որը դեռ օրենք չի դարձել և հայտնի չէ օրենք կդառնա, դեռ ոչ, ես այստեղ շատ մեծ տավատեսություն չունեմ, վստահ չեմ, որ դա կդառնա, չնայած չեմ բացառում դա իրականում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Իսրայելի և Թուրքիայի միջև ինչպես են հարաբերությունները զարգանալու։ Թուրքիայից մենք տեսանք պատասխանը, տեսանք Ադրբեջանի պատասխանը, արձագանքը, երկուսն են սպասել էր, մեր մոտից արձագանք չկա և դա արդեն խոսում է այն մասին, որ դա ընկնում է այն տրամաբանության շրջանակներում, որի մասին ես խոսում եմ։ Այո, քաղաքական է։ Այո, իհարկե, սա մեր կռիվը չէ, մեր խնդիրը չէ այս պահին և ճիշտ չէր լինի, որպեսզի Հայաստանում հերթական անգամ այս հարցի շուրջ էմոցիաներ առաջանային անել ԱԳՆ-ի։ Տեսեք, դուք էլ նշեցիք, չէ, որ արտգործնախարարն է ներկայացրել, չէ։ Սա արդեն խոսում է այն մասին, որ սա արտաքին քաղաքական, սա մեսեջ է, չէ։ Սա արդեն ինքը իր մեջ, եթե մենք դիվանագիտական լեզվից թարգմանենք, խոսում է այն մասին, որ սա քայլ է, որը ուղղված է Թուրքիային, մեսեջ է։ Հիմա ինչպես Թուրքիան կընկալի այդ մեսեջը, դրանից է ամեն ինչ կախված, թե ինչ զարգացումներ կլինեն։
դա կդառնա օրենք թե ոչ։ Եվ փաստացի Հայաստանի լռությունը կամ պաշտոնական Երևանի լռությունը ճիշտ է, օբյեկտիվ է, իրավիճակին համարժեք է, հաշվի առնելով, որ շահարկում են մեր ցավոտ խնդիրը։ Ես կարծում եմ, որ այո, սա իմ սկզբունքային դիրքն է, ես միշտ եմ այդ մասին ասել, երբ տարբեր պետություններ օգտագործում են մեր վերքը, որը դեռ առնահոսում է, իրենց քաղաքական շահերից ելնելով։ Ես կարծում եմ, այս պահին մենք պետք է ավելի շատ տռենք։ Եթե մենք իմանանք, որ իրոք, այսպես ասած, երբ կընդունեն, երբ կնեսեթը կընդունի դա օրենքի տեսքով, այդ ժամանակ կարող ենք մեր վերաբերմունք արտահայտել։ Չգիտեմ, ես այդպես կանեի։ Շատ լավ։ Հիմա մեր ներքաղաքական իրադարձություններին անդրադառնալով, պարոն Ստեփանյան, Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների արդյունքները վիճարկող այդ քաղաքական 7 ուժերի դիմումները։ Ինչ են շահում քաղաքական 7 ուժերը այս դիմումները ներկայացնելով եւ հնարավոր ինչ սպասել Սահմանադրական դատարանից որոշման առումով։ Ես ձեր թույլտվությամբ չի միացնի այդ 7 ուժերը մեկ ճամբար, ես չգիտեմ 7 ուժերը միասին ինչ են սպասում, բայց որոշակի ուժեր, օրինակ ռուսամետ ուժերի մասին մենք հիմա խոսում, նրանք շահում են ժամանակ։ Նրանք ստեղծում են գործողությունների իմիտացիա, ներքաղաքական օրակարգի ձևավորված օրակարգի իմիտացիային դեպքում, երբ այդ օրակարգը չկա իրականում։ Այսինքն ամեն ինչ տեղի է ունենում, մենք պետք է փորձենք դիտարկել այդ իմիտացիոն գործընթացների պրիզմայով։ Ինչու՞։ Որովհետև տեսեք, ընտրությունները տեղի ունեցան, չէ՞։ Իրենք էլ շատ լավ գիտեն, որ այդ ընտրությունները ազատ էին, ընտրությունները արդար էին, եւ այն, որ միջև հիմա այդ վերահաշվարկները չեն ավարտվել, առնվազն խոսում այն մասին, որ եթե կան վիճահարույց հարցեր, այդ վիճահարույց հարցերը լուծվում են։ Հիմա իրենք փորձում են հասնել նրան, այս պահին, ռեալ նպատակը իրենց նա է, որ Բարգավաճ Հայաստանին խցկեն խորհրդարան միջև։ Սա է նպատակը։ Այսինքն իրենք էլ շատ լավ հասկանում են, որ ՍԴ-ն այդպիսի որոշում չի կայացնի, որ նորից լինի վերաքվեարկություն ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մաքսիմում կարող է լինել վերաքվեարկություն այդ 3 ընտրատեղամասերում, ինչին ես եւս մեծ կասկածով եմ վերաբերվում։ Ես չգիտեմ իհարկե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի 3-ի մասով, վստահ եմ, որ վերաքվեարկություն չի լինելու ընդհանուր, բայց այդ 3-ի մասով հնարավոր է, բայց ես այդքան մեծ չեմ գնահատում այդ շանսերը։ Հիմա իրենք ինչ-որ մի բան պետք է անեն, թե ոչ։ Եթե իրենք ունենային մարդկային ռեսուրսներ լուրջ, եթե իրենց մարդկային ռեսուրսը չլիներ գնված, բերված դրսից, իրենք հենց ընտրությունների գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը հանկարծակի հայտարարեց, որ իրենք արդեն հաղթել են, երբ դեռ շատ քիչ տեղամասերից կային արդյունքներ, իրենք միանգամից այդ իրենց ռեսուրսը կհանեին փողոց, որպեսզի ճնշում գործադրեն եւ Նիկոլ Փաշինյանի վրա, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, եւ բոլորի վրա, եւ փորձեին թույլ չտալ, որպեսզի ընտրությունների արդյունքները կեղծվեին, եթե իրենք նրանք այդպիսի մտավախություն ունեին, իրենք դա չարեցին։ Դա խոսում էին մասին, որ իրենք էլ գիտեն, որ ընտրությունների արդյունքները իրական են, եւ ամենակարևորը իրենք այդ մարդիկ չունեն, որոնք կարող են փողոց հանել։ Ես մի քանի օր առաջ Կենտրոնական Սահմանադրական դատարանի մոտով անցնում էի, տեսա ինչքան մարդեր է հավաքված։ Ոստիկանները քաղաքացիական հագուստով անձինք ավելի շատ էին, քան այդ հավաքվածները, որոնք բողոքում էին, հա, եւ փորձում էին ճնշում գործադրել ՍԴ-ի վրա։ Դե այդ ռեսուրսը որ չունեն, ինչ պիտի անեն, ինչ-որ մի բան պիտի անեն։ Դրանց զբաղվում են իմիտացիայով, փորձում են ցույց տալ, որ ունեն օրակարգ, որ պայքարում են, որ համաձայն չեն իշխանության հետ եւ փորձում են նաեւ շահարկել այն հարցը, թե կարող են մանդատները չվերցնեն։ Կվերցնեն։ Ես շարունակում եմ պնդել, որ կվերցնեն։ Իսկ Փաշինյանի հայտարարությունը որպես այդպիսին ճնշում չէր Կենտրոնական ընտրական որ հայտարարությունը ինքը շատ որ հայտարարություն ինքը ժամանակից շուտ հայտարարեց իրենց հաղթանակի մասին։ Ես չեմ կարծում, որ Փաշինյանը խնդիր ուներ ճնշում գործադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, հաշվի առնելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ժամանակին աշխատել է իր մոտ։ Այսպես պատասխանեմ ձեր հարցին։ Այդ խնդիրը ինքը չունի։ Ուղղակի նպատակը անիմաստ է դա։ Բարգավաճ Հայաստանի խորհրդարանում հայտնվել է ինչ է տալիս ընդդիմությանը։ Մեծ հաշվով ոչ մի բան։ Մեծ հաշվով։ Սա մի փոքր խնդիր է առաջացնում մեծամասնության համար, ԿՊ-ի համար, եթե իրենք հետագայում պլան ունենան, ինչում ես այս պահին եւս շատ մեծ կասկածներ ունեմ, հասնեն այդ սահմանադրական մեծամասնությանը։
Այսինքն փորձել ինչ ճնշման միջոցով իհարկե օրենքի տարին համապատասխան հասնել նրան, որպեսզի նույն Հայաստան դաշինքից, ուժեղ Հայաստանից, այդ առնետավազք սկսվի եւ որոշակի պատգամավորներ ճնշմանը չդիմանալով, հաշվի առնելով, որ շատերի վրա կան քրեական գործեր, արդեն բացված կոմպրոմանտներ, պոտենցիալ քրեական գործեր կարող են լինել, կարող են ուղղակի այդ առնետավազքի միջոցով մեկ օրվա ընթացքում դառնալ ոչ, դառնալ անկախ պատգամավոր։ Մենք այդպիսի դեպքեր շատ ենք տեսել։ Հիմա այդ եթե ես չեմ սխալվում, իրենց եթե բարգավաճը չի մտնում, ընդհանրապես պետք է 6 անկախ պատգամավոր, որպես այդ սահմանադրական մեծամասնությունը իրենք ունենան։ Եթե բարգավաճը մտնում, արդեն պետք է 11 անկախ պատգամավոր, հա։ Բայց ես նորից եմ ասում, ես նույնիսկ սրան եմ վերապահումով մոտենում, որովհետև ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը այս պահին շատ լուրջ խնդիր ունի։ Եթե ինքը ստանում է սահմանադրական մեծամասնություն, իրենք պետք է հանրաքվե անցկացնեն։ Այսինքն իրենք այդ դեպքում կարող են արդեն հանրաքվեն դնեն։ Հիմա այդ պլեբիսցիտի դեպքում որևէ մեկը չգիտի ինչով է այն վերջանալու։ Իսկ եթե մարդիկ գնան եւ ասեն ոչ, ինչպես դա կօգտագործվի Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ, ինչպես դա կօգտագործվի նույնս ռուսամետ ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ, ինչպես դա կօգտագործվի Ռուսաստանի կողմից, այնքան հարցերը շատ են։ Եթե ես լինեի իշխանություն, ես չէի գնա դրան, այսինքն ես չէի փորձի ստանալ այդ սահմանադրական մեծամասնությունը։ Մենք միշտ խնդիրը դիտարկում ենք մեկ կողմից, մեդալի մեկ կողմից, բայց կա մեդալի մյուս կողմը։ Ամեն ինչ այդքան հեշտ չի։ Ես նույնպես եմ ասում, բարգավաճի մտնել կամ չմտնելը ոչ մի բան չի փոխում ԿՊ-ի համար իրականում։ Ոչ մի բան չի փոխում, եթե մենք խոսում ենք ձայների հարաբերակցության մասին։ Որոշումներ կայացնելու տեսանկյունից այնտեղ շատ այսպես հնարավորություններ կա, որով գործող իշխանությունը կարող է այդ որոշումները շատ հանգիստ կայացնել։ Բացի զուտ սահմանադրական հանրաքվեի։ Իսկ ես նորից եմ ասում, սա մեծ հարց է։ Իրենց պետք է այդ սահմանադրական հանրաքվե։ Այսինքն մեծ հաշվով իշխանություն, ընդդիմություն կամ նոր խորհրդարան ինքը չգիտի կամ պլան չունի, թե ինչպես պետք է վարվի այդ սահմանադրական փոփոխությունների պահանջի հետ։ Ով չունի պլան։ Դա եմ ասում, նոր խորհրդարանը իր իշխանությամբ եւ ընդդիմությամբ, այսինքն նախ եկեք ֆիքսենք մեկ շատ կարևոր բան։ Այս պահին սահմանադրական հանրաքվեի պահանջ Հայաստանի Հանրապետության դեմ դրված չի։ Ադրբեջանի կողմից դրված չի։ Դրված չի։ Այսինքն ստեղ կա ուղղակի հարց, մեզ պետք է այդ սահմանադրական փոփոխությունը, մեզ Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, հասարակությանը, ժողովրդին պետք է թե ոչ։ Ես մինչև այսօր չեմ տեսել այդ նախագիծը, ինքը փակ է։ Միգուցե այդ նախագիծը հրապարակեն, մենք տեսնենք եւ հասկանանք, որ մեզ դա պետք է։ Միգուցե այնպեսի հեղափոխական փոփոխություններ են արվում, որ մենք տեսնում ենք, որ դա մեզ թույլ կտա մեզ ավելի արագ զարգացնել մեր պետությունը, ամրապնդել պետականությունը, ինչը ինձ համար գերիշխող նշանակություն ունի։ Ես չգիտեմ, մինչև չտեսնեմ չեմ կարող ասել։ Իսկ միգուցե այնտեղ այդ պրեամբուլայի հեռացումից բացի, հա, նախաբանի հեռացումից բացի մի քանի կետ կա, որ ընդհանրապես մեզ պետք չի։ Դրա համար ես չեմ կարող այս բանը ձեր հարցին պատասխանել, բայց այն որ այս սահմանադրական փոփոխությունները այս կետը հաշվի առնելով նախաբանի հեռացնելու իշխանության համար մեծ ռիսկեր են պարունակում, դա ես կարող եմ պնդել 100%-ով։ Հետևաբար ես չեմ կարծում, որ իշխանության այդ սահմանադրական փոփոխությունների հանրական այս պահին պետք է։ Պարոն Ստեփանյան, քանի որ շատերն են ավելի շատ հնարավոր համարում, որ ընդդիմությունը կվերցնի մանդատները եւ կգնա խորհրդարան, այնտեղ մենք կտեսնենք ամեն դեպքում նոր խորհրդարանի աշխատանք։ Հիմա նոր խորհրդարանը նախագահելու է Թուրքիայի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Վստահ եմ գիտեք, որ ընդդիմադիր հայտնի շրջանակները այս թեև փակ քվեարկությամբ արդյունքը կամ նոր նախագահի նշանակումը ասում են կապեցին ուղիղ Թուրքիայի հետ, ասում են Թուրքիայի պահանջով է, ոմանք ասում են ոչ Փաշինյանի որոշումն է Թուրքիային հաջողանալու համար, ոնց պտտվում ենք ամեն ինչ կապում են Թուրքիայի հետ։ Հիմա չգիտեմ դուք կուզեք այս պրիզմայից անդրադարձեք եւ ձեր դիտարկումներն արեք, կուզե կամ փորձեն գնահատել Ալեն Սիմոնյանի աշխատանքը որպես խորհրդարանի ղեկավար։ Եվ հիմա երբ որ հատուկ բանագնաց նաև խորհրդարանի ղեկավար արդյունավետ աշխատանքի առումով կարող եք ասել։ Այո, փորձենք։ Նախ Թուրքիայի մասով ընդդիմության
այս բոլոր քարոզչական հնարքները կապել Հայաստանի ներքաղաքական օրակարգը եւ իշխանության օրակարգը Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջների հետ չափազանց պրիմիտիվ է։ Սա պրիմիտիվության գագաթնակետն է։ Ես նույնիսկ այդ մասին չեմ ուզում խոսել եւ ինչ որ գնահատական հնչեցնել։ Հա, սա պրիմիտիվություն է։ Ես չեմ կարող այդ մասին ուղղակի խոսել։ Հիմա ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանի աշխատանքին պետք է գնահատական հնչեցնի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հա, իրենց ընտրողները եւ մարդիկ, ովքեր ընտրել են ժամանակին այդ կուսակցությունը եւ Ալեն Սիմոնյանին փաստացի ընտրել են ազգային ժողովի նախագահ։ Ես չափազանց դժգոհ եմ ամբողջ այդ գումարման ազգային ժողովի աշխատանքից, որովհետեւ այնտեղ ես նորից եմ սա ասում, չի եղել քաղաքական միտք, նա չի դարձել ժողովրդավարության բաստիոն, իսկ պետք է լիներ ժողովրդավարության բաստիոն։ Ես չեմ ուզում բոլորին վիրավորեմ, այնտեղ կային մարդիկ, որոնք փորձում էին աշխատել։ Անոնց դրական նախաձեռնություններ էին առաջ բերում, ինչ որ բաներ ընդունվել է, դրական բաներ են ընդունվել։ Բայց ընդհանուր առմամբ, եթե մենք մթնոլորտը, հա, փորձենք գնահատել, շատ վատն է եղել այդ մթնոլորտը։ Ազգային ժողովը մեր խայտարակություններ այդ բոլոր տարիներին Եվ այստեղ մեղավորությունը միայն Ալեն Սիմոնյանինը չի, որ մենք ասենք Ալեն Սիմոնյանն էր մեղավոր, դրա համար փոխեցին դրեցին Ռուբեն Ռուբինյանին։ Տեսնենք Ռուբեն Ռուբինյանը ինչպես կդիմադրի այդ ամենին, որտեղ նոր խորհրդարանը որակապես ոչ մի բանով չի տարբերվում հին խորհրդարանից։ Եվ այդ մասին ասել եմ դեռ միջև ընտրությունները։ Արդեն ասել եմ, չէ՞, դες էլ եմ ասել։ Պարզ էր, որ լինելու է այդ որակի խորհրդարանը եւ մենք ենք ընտրել այդ խորհրդարանը։ Հիմա ումից ենք դժգոհում։ Ես այստեղ կոպիտ ասած գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում։ Եվ ես չեմ կարծում, որ պարոն Ռուբեն Ռուբինյանի նշանակումից հետո ինչ որ մենք բացասական տենդենսներ ենք ունենալու կամ դրական տենդենսներ կամ դա խանգարելու է Թուրքիայի հետ աշխատանքին կամ օգնելու է ոչ օգնելու է, ոչ խանգարելու է, դրանից ոչ մի բան չի փոխվելու, քաղաքականությունը չի փոխվելու եւ ամենակարևորը եւ ցավալին այն է, որ խորհրդարանի որակը չի փոխվելու, որովհետեւ որակը շարունակում է մնալ անորակ։ Ես նորից եմ ասում, այնտեղ կան մարդիկ, որոնց ես շատ եմ հարգում ճանաչում եմ անձամբ, բայց դա բոլորին չի վերաբերում, բայց ընդհանուր առմամբ որպես կառույց, հա, սոցհարցումները տեսեք, ժողովուրդը ինչ է ասում։ Դա պարադոքսն է, նա, որ այդ սոցհարցումներից հետո նույն ժողովուրդը գնում է եւ ընտրում է քաղաքական ուժերին, որոնք այդ խորհրդարանը դարձնում են խամաճիկների ինչ որ հավաքածու, հա, կլոունադայով են զբաղվում այդտեղ մարդիկ։ Ես ոնց եմ ասում, ես չեմ կարծում, որ պարոն Սիմոնյանն է այստեղ եղել մեղավոր միայն, եւ հիմա պարոն Ռուբինյանին բերել են փոխեն պարոն Սիմոնյանը եւ դրանով վիճակը լուծվելու է, խնդիրը լուծվելու է։ Խնդիրը շատ ավելի խորքային։